Բարև ձեզ Խիրատ մեդիայի հարգելի հետևորդներ։ Մենք շարունակում ենք խոսել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի մասին, ինչպես նաև կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի մասին։ Առաջին հարցը ուրեմն այսպես բոլորի համար, ինչ կարևոր փոփոխություններ ենք արձանագրել այս փուլում։ Դուք արդեն բավականին ժամանակ է այդ օրակարգով աշխատում եք։ Ինչ այսպես կարևոր փոփոխություններ ենք արձանագրել։ 1325 բանաձևը Հայաստան մուտք գործեց 2018-19 թվականներին, երբ որ Հայաստանը նաև պարտավորություն էր վերցրել բանաձևի կատարման հետ կապված որոշակի գործողություններ եւ մշակվեց առաջին ազգային ծրագիրը, որի աշխատանքային խմբում ներգրաված էր նաև մեր հասարակական կազմակերպությունը եւ տարբեր շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ եւ բխելով 1325 բանաձևի նպատակներից փորձեցինք ազգային ծրագիր ձևավորել եւ հասկանալ, թե պետությունը ինչպիսի նախաձեռնություններ, պարտավորություններ ունի այդ բանաձևի կատարման հետ կապված եւ այսօր այս տարի Հայաստանը ընդունեց ազգային երրորդ գործողությունների ծրագիրը կանայք խաղաղություն եւ անվտանգության 1325 բանաձևի հիման վրա եւ ունենք բավականին մեծ ձեռքբերումներ, որովհետեւ բանաձևը ոչ միայն որպես ծրագիր կազմվեց եւ մնաց թղթի վրա, այլ շատ մասնակցային իրականացվեց այդ ծրագրի կազմումը, շատ ներառական եւ նաեւ շատ կարեւոր կոմպոնենտ էր տեղայնացման կոմպոնենտը, որով արդեն իսկ ունենք գրանցված հաջողություններ, ունենք համայնքներ, ովքեր ունեն տեղական ծրագրեր հաստատված ավականիով եւ նաեւ արդեն իսկ տեղական ընդունված ծրագրերի հետ կատարված գործողություններ։ Շատ լավ, շնորհակալություն։ Հարցս ուզում եմ տկեն ներկայացուցիչին տալ, այն նշվեց, որ դուք էլ ձեր մասով ունեք որոշակի գործառույթ, որ պետք է իրականացնեք եւ իրականացրել եք արդեն։ Կուզենամ նշեք, թե ինչ եք իրականացրել, ինչ պետք է իրականացնեք ձեր լիազորությունների շրջանակում, ու նաեւ շատ այլ բանաձևեր կան, ուզում եմ հասկանալ, թե կոնկրետ այս օրակարգի, այս բանաձևի շրջանակում ինչու որոշվեց այսպես միասնական համակարգ ձևավորել։ Նախ սկսեմ մեր միջոցառումներից, առաջի հարցից, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բանաձևի շրջանակներում, երրորդ ազգային ծրագրի շրջանակներում մոտ 9 միջոցառումներ որպես համակատարող հանդես է գալիս։ Եվ այս տարի փետրվար ամսին մենք արդեն իսկ մեկ միջոցառումը իրականացրել ենք, խոսքը վերաբերվում է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում բանաձևի շրջանակներում իրազեկման աշխատանքներ իրականացնելը եւ այս տարի փետրվարին մենք մարզպետի աշխատակազմերի եւ համայնքների ղեկավարների միջոցով իրականացրել ենք իրազեկման աշխատանքները եւ մարզպետների աշխատակազմերում եւ համայնքապետարանների պաշտոնական կայք էջերում եւ Facebook-յան էջերում տեղադրվել են ամփոփ տեղեկատվություն, ինչ բան է իրանից ներկայացնում ՄԱԿ-ի 1325 բանաձևը եւ դրա շրջանակներում համայնքները որ հասարակական կազմակերպությունների հետ ինչ ծրագրեր են իրականացրել։ Մեր համար շատ կարևոր սկզբունք է, քանի որ հարցը վերաբերվում է կանանց անվտանգությանը եւ մի շարք միջոցառումներում, որտեղ որ ոչ միայն համակատարող ենք հանդես գալիս, այլ նաեւ կատարող ենք հանդես գալիս, փորձում ենք պետական, տեղական, միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ գործունեություն ապահովել եւ համագործակցություն, այսպես ասած, ավելի ամուր իրականացնել։ Երրորդ ծրագիրը իրականում մեկնարկը այս տարվանից տրվել, դեռ շատ անելիքներ ունենք, մինչև տարվա վերջ։ Շատ լավ, ես կուզենամ մարզպետարանի տեսանկյունից ներկայացնեք, թե ինչ եք իրականացնելու ձեր համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ ու արդեն պետական մարմինների հետ ոնց է իրականացվելու։ Բոլոր դեպքերում ծրագիրը 1325 բանաձևի
գործառույթների իրականացումը նպատակ ունի համայնքներում իրականացնել, այսինքն շահառուն համայնքում է, մարզպետի աշխատակազմերը ակտիվ համագործակցում են տարածքային կառավարման նախարարության հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ հասարակական կազմակերպությունների հետ պատրաստական են բոլոր հարցերով համագործակցել, աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին առավել եւս, որպեսզի կարողանանք մեր նպատակին հասնել, այսինքն բանաձևը ներդրվի, հասցվի շահառուին եւ ամենակարևորը, որ իրականություն դառնա։ Շատ լավ, այլ կուզենամ թվարկեք ձեր քայլերը, ինչ եք իրականացնելու, ինչ է անելու մարզպետարանը այս Մարզպետարանը համայնքի հետ համատեղ իրականացնի ծրագրի բոլոր կետերը, այսինքն գործիքակազմը, որը արդեն ազգային ծրագրով կընդունվի, առաջնահերթ ինքը հնարավորություն ունի իր միջոցներով իրազեկել ազգաբնակչությանը, որպեսզի կարողանանք տարածքային ինքնակառավարման մարմիններում, այսինքն համայնքներում իրականացնել ծրագիրը եւ հասցնել շահառուին ծրագիրը։ Համայնքի կողմից կուզենամ, քանի որ արդեն դուք փորձառություն ունեք, այդպես հակիրճ ներկայացնեք, թե ինչ է իրականացվել ու կիսվեք ձեր փորձով, հեշտ էր, հեշտ չէր։ Իրականում ես մի մասից եմ միացել, քանի որ ավելի ուշ եմ ընդունվել աշխատանքի, բայց ներգրավել եմ աշխատանքներում ու շատ հետաքրքիր էր, որ այլ տեսանկյունից ես նայում կանայք, չէ, անվտանգություն, խաղաղություն, այդ թեմայի մեջ ինչ ֆորմատով պետք է աշխատվի, որտեղ կան սոցիալական ծրագրեր, բռնություն, տրաֆիկինգ եւ կա այս անվտանգության հարցը, որը շատ ակտուալ է։ Ու այս ծրագրի միջոցով իրականացվեց ըստ ինձ ադվոկացիա եւ հենց սահմանամերձ շրջաններում, հետո նոր արդեն մնացած բնակավայրերում կարևորությունը կանանց անվտանգության կարևորությունը ու գենդերազգայուն հողի վրա, այսինքն պետք է հաշվի առնվի շատ մոտեցումներ եւ իրականացվի այնպիսի աշխատանք, որ այո չվնասվեն եւ կանայք եւ համայնքը շահի դրանից եւ կազմակերպված իրականացվեն աշխատանքներ ծրագրով նախատեսված։ Օրինակ ես կարծում եմ, որ շատ մեծ մենք շահեցինք դրանով, որ մեր համայնքում լիքը իրազեկումներ եղավ եւ առաջին օգնության, առաջին բուժօգնության դասընթացներ, որը բարձրացրեց մեր կանանց իրավագիտակցությունը այդ մասով ու հիմա այդ թեման, եթե ժամանակին երևի մտածում են, որ դա պետք է տղամարդիկ մտածեն կամ միայն իշխանությունները մտածեն, ապա հիմա մտածում են, որ յուրաքանչյուրը իր ներդրումը պետք է ունենա այդ աշխատանքում, իր գաղափարը պետք է առաջարկի ու կարելի է առաջնորդվել ու շատ լավ է, որ այս ինտերակտիվ քննարկումները լինում են, հանրային քննարկումները լինում են, որի համար շատ շնորհակալ ենք Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ին կատարած այս ահռելի աշխատանքի համար իրականում ես հիացած եմ իրենց կատարած աշխատանքով, դա բարձրացնում է մեր քաղաքացիների իրավագիտակցությունը եւ այդ մոտեցումը հարցի նկատմամբ։ Մեզ մոտ արվել է այո թաքստոցների կահավորում գենդերազգայուն ֆոնի վրա, որը մեծ պլյուս է ու դա պետք է մենք կարողանանք իրականացնել բոլոր բնակավայրերում, կարծում եմ, եւ իմացական մակարդակով եւ այդ թաքստոցների եւ այսօր մենք ավելացնում ենք նաեւ քննարկվում է երրորդ ազգային ծրագիրը եւ այստեղ մենք լրացուցիչ մեկ սյունել է ավելացել համագործակցություն, որը որ թույլ է տալիս, որ մեր բոլոր կառույցները շատ ավելի լավ համագործակցեն եւ այդ զարգացնեն այս հնարավորությունները, որ ստեղծված են եւ ազգային ծրագրով նախատեսված է իրականացնել։ Գոլոտ նորից ձեզ տիկինները կուզենամ ասեք, թե քանի որ այս երկու համայնքներն որտեղ որ իրականացվել է, այնտեղ իհարկե ներառականության բաղադրիչը գուցե եղել է, բայց բոլորի համար, երբ որ արդեն նոր փաստաթուղթ է մշակվում, շատ ավելի շատ օրինակ համայնքներ ունենք, որտեղ որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ կան։ Այդ ներառականության կոմպոնենտը ինչպես է ապահովելու։ Իրականում, երբ որ ծրագիրը մշակում ենք, ընդհանուր վերցնում ենք այն հիմնախնդիրները, որոնք կան կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված, եւ ազգային երրորդ ծրագիրը շատ ինքը ներառական կոմպոնենտներ իր մեջ ներառեց, որովհետեւ ունեինք նաև Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք, ունեինք ազգային փոքրամասնություններ, հատկապես
ազգային փոքրամասնություններ ունենք, իհարկե ոչ բոլոր մարզերում, հա, ավելի շատ Արմավիր, Արագածոտ, Նարարատ, Կոտայք երևի եւ կանանց տնտեսական հզորացման կոմպոնենտը եւ կրթական կոմպոնենտը շատ կարեւորում ենք ու փորձելու ենք հատկապես այն համայնքներում, որտեղ որ ազգային փոքրամասնություններ կան, անպայման ներառենք այդ կոմպոնենտը մեր կազմակերպությունը ես նախորդ ելույթիս մեջ էլ նշեցի, որ իր հիմնադրման իսկ օրվանից զբաղվել է եզդի աղջիկների իրավունքների պաշտպանությամբ, հա, նրանց կրթության իրավունքի իրացման, տնտեսական հզորացման հետ կապված, որը շատ մեծ խնդիր է եւ ինչքան էլ փորձում ենք առաջ գնալ, միևնույնն է այդ խնդիրը ամբողջովին չի լուծվում, բայց մեր ծրագրի շրջանակներում մենք ունեցել ենք եզդի աղջիկներ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել, հիմա շատ հաստատություններում աշխատում են ու դա բազմաշերտ աշխատանքի արդյունք է եղել, որ կարողացել ենք եւ ծնողների հետ խոսել եւ պապիկ-տատիկների հետ խոսել, որպեսզի այդ աղջիկները ընտանիքից իրավունք ստանան իրենց կրթությունը շարունակելու եւ նաեւ շատ կուզենամ, որ ուշադրություն դարձնենք եզդի համայնքում կանանց տնտեսական հզորացման ծրագրերի իրականացմանը, որովհետև այնուամենայնիվ եզդիական համայնքը շատ փակ է, կանայք շատ ձայնի իրավունք չունեն, դեռևս 2026 թվականն է, բայց միևնույն է մենք շփվելով հասկանում ենք, որ նմանատիպ խնդիրներ կան եւ այստեղ անելիքները շատ են եւ անելիքների առաջին քայլերը դա իրազեկումն է, երկրորդը օրենքի կիրարկումն է, որովհետև ինչքան էլ փորձում ենք լավ օրենքներ ընդունել, օրինակ 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու, բայց այնուամենայնիվ եզդիական համայնքում աղջիկներ ունենք, որ այդ կրթությունը լիարժեք չեն ստանում կամ իրենց տնտեսական հզորացման ծրագրերը, որը որ կփորձենք տեղայնացման ժամանակ հատկապես ուշադրություն դարձնել այն մարզերում, որտեղ ազգային փոքրամասնություններ կան, ըստ իրենց պահանջի ավելի ներառական մշակելու ծրագրերը եւ ինձ թվում է նորից կունենանք գրանցված հաջողություններ, որովհետեւ երբ որ դու կարիքը վեր ես հանում եւ փորձում ես քո ծրագրերը կարիքահեն իրականացնել, անպայման հաջողություն ունենում ես։ Այստեղ կուզենամ մի քիչ ավելի բաց ներկայացնեք, թե ոնց եք ապահովելու այդ ներառականությունը, այսինքն համայնքից ինչ որ մարդու եք ներգրավելու, ով արդեն տեղյակ է խնդիրների մասին, ինչպես է իրականացվում։ Իրականում մենք յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացրել ենք դեռևս նախկինում, անպայման համայնքից ներգրավել ենք, օրինակ Եվրախորհրդի հետ ծրագիր էինք իրականացնում եզդի աղջիկների կրթության իրավունքի պաշտպանության ոլորտում ու մեր փորձագետը հենց եզդիկին էր, ով մանկապարտեզում դաստիարակչուհի էր աշխատում եւ իրենց ընտանիքը բավականին հարգված էր այդ համայնքում եւ մենք որոշեցինք իրեն որպես փորձագետ վերցնել, որովհետեւ երբ որ դու գնում ես այդ համայնք ու տեսնում ես իրենց ներկայացուցիչը արդեն իսկ հաջողության է հասել, լավ ընտանիք է կազմել եւ աշխատանք ունի, դա արդեն ավելի տպավորիչ է դառնում համայնքի համար, նույնը չէր ինչը որ ես կխոսայի այդ մասին, հա, դրա համար մենք անպայման ցանկացած ծրագիր իրականացնելու ժամանակ մեր փորձագիտական խմբի հիմքում դնում ենք տվյալ համայնքի ներկայացուցիչների նաև լավագույն օրինակները։ Շատ լավ, կուզենամ յուրաքանչյուր ներկայացուցիչ ներկայացնի այն խնդիրները, որոնք ունեցել եք ձեր գործունեության ընթացքում եւ որոնք որ մտածում եք, որ կունենաք դեռևս։ Տեսեք, 1325 բանաձևը ինքնին շատ հեռանկարային եւ բազում նպատակներ ունեցող օրակարգ է եւ դրա լիարժեք իրագործումն ապահովելու համար պահանջում է տևական, համագործակցված եւ հսկողական աշխատանք։ Այս տարի, երբ որ երրորդ ազգային ծրագիրը ընդունվեց, մենք բավականաչափ փորձ ունենք, քան համեմատած նախորդ տարիների։
Մեր համար նախարարության տեսանկյունից բարդը դա համագործակցությունն է, այսինքն կապը պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների անձն աչքով այդ համագործակցությունը կա, բայց արդյունքը շոշափելի չի։ Ես կարծում եմ, որ նմանատիպ աշխատանքային քննարկումների, նմանատիպ հանդիպումների ընթացքում, երբ որ մենք ամեն մեկս բարձրաձայնում ենք, թե մեր աշխատանքային process-ում ինչն է պակասում եւ ինչ է մեզ անհրաժեշտ ավելի լիարժեք արդյունք ունենալու համար, կարծում եմ հենց այդ համագործակցությունն է, որի համար մենք հիմա աշխատում ենք եւ կարծում եմ, որ ապագայում ավելի նկատելի ձեռքբերումներ կունենանք։ Իրականում համայնքը կարծում եմ, որ այդ մասով չի դժել առաջին ծրագրի եւ 22-24 թվականի համար տեղայնացված ծրագրի ներկայացման, իրականացման համար, որովհետեւ աշխատանքի առույցի բաժինը իրականացվել է ՀԿ-ի կողմից։ Իսկ գտնում եմ, որ այս մյուս ծրագրի տեղայնացման ժամանակ մենք աշխատենք միասին ու դա հաճելի աշխատանք կլինի, չեմ կարծում, որ դժվարություն կլինի։ Կուզի նաև ողջունել նման աշխատաժողովներ կազմակերպելու համար, ինքը հնարավորություն է ընձեռում փորձի փոխանակման եւ ծրագիրը հասարակական կազմակերպությունները իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, Վարդենիս համայնքը լինելով սահմանամերձ եւ տուժել է տարբեր մարտահրավերներից, ի նկատի ունեմ սահմանային լարվածության ժամանակ, ուստի շատ ողջունելի էր Վարդենիս համայնքից սկսել ծրագրի ներդրումը, մարզպետ աշխատակազմը պատրաստական է արդեն մարզի ներսում կազմակերպել քննարկումներ տարբեր համայնքների եւ Վարդենիս համայնքի փորձի փոխանակման հետ կապված եւ միևնույն ժամանակ տեղայնացնել, պետք է նշեմ, որ թեկուզ նույն մարզի ներսում տարբեր համայնքներ ունեն տարբեր կարծրատիպեր, ուստի մեր նպատակն է բոլոր համայնքներում հասցնել շահառուի եւ ներդնել մեր 1325 ծրագրի գործիքակազմը, որպեսզի ավելի պաշտպանված լինեն մեր կանայք մարզի ներսում եւ բոլոր համայնքներում։ Իրականում դժվարությունները դեռ առջևում են։ Համայնք առ համայնք ծրագիրը պետքա մշակի իր կարիքներից ելնելով, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում մարզերը ինչքան տարբեր են, նույնիսկ մարզի համայնքները, նույնիսկ մարզի համայնքները, ինչքան էլ որ փոքր ենք, այնուամենայնիվ շատ տարբեր ենք, դրանից ելնելով նաև կարիքների գնահատման հետ կապված տարբեր է լինելու այդ իրենց տեղայնացված ծրագրերի կազմման գործընթացը։ Բնականաբար հասարակական կազմակերպությունների նաև հնարավորությունները շատ մեծ չի, որ կարողանանք բոլորին առանձնահատուկ աջակցություն ցուցաբերել, պիտի փորձենք տկենի հետ ինչ-որ նախագծային հիմք ունենալ, որ համայնքների աշխատանքը հեշտացնենք եւ երկրորդ կարևոր գործոնը, որ յուրաքանչյուր ծրագիր իրականացնելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր, որը ցավոք սրտի այսօր բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրի բոլոր գործողությունները կատարենք, դրա համար պիտի փորձենք եւ համայնքի ներդրումով որպես ֆինանսական եւ տարբեր միջազգային կառույցներին դիմելով փորձենք տեղայնացման գործընթացում տեղական ծրագրերի իրականացման փուլում աջակցություն ցուցաբերենք, որպեսզի եւ համայնքը եւ բնակիչը կարողանա հասկանալ ծրագրի անհրաժեշտությունն ու կարեւորությունը, որից հետո հետագայում արդեն համայնքը ինքնուրույն կկարողանա առաջնորդվել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ բոլորիդ։ Նույնպես։